Բարև ձեզ սիրելի դիտողներ, այսօր Fantasy Liga-ի 10-րդ տուրում իրար են հանդիպելու Սանդերլենդը եւ Չելսին։ Ծանոթացնեմ թիմերի մեկնարկային կազմերի հետ։ Չելսի դարպասներում է թիմի ավագ Վահրամ Սևումյանը, համար 14 Ժորա Գասպարյան, համար 22 Իշխան Սարգսյան, համար 21 Գոր Սևումյան, համար 11 Տիգրան Ղարիբյան, համար 10 Ռաֆայել Զարգարյան, համար 7 Ռաֆայել Հովանիսյան, համար 9 Հովանես Մարտիրոսյան, համար 20 Մովսես Պետրոսյան եւ համար 23 Սուրեն մեկնարկած է հանդիպում եւ համար 23 Սուրեն Մանավզյան։ Սանդերլենդը այսօր խաղին ներկայացել է հետեւյալ կազմով. թիմի ավագ Արեգ Գալմակյան, համար 10 հենց նա էլ հիմա գնդակով է, համար 23 Սուրեն Կարապետյան, համար 3 Բենիկ Ասլանյան, համար 25 Հայ Կարաբյան, համար 11 Վլադ Մուսայելյան եւ համար 99 Էրիկ Համբարձումյան։ Գրովում է Չելսին եւ հեռացված է գնդակը։ Այդ փոխանցում Չելսին է հիմա գնդակը խաղարկում մրցակցի կիսադաշտում, հետ շարժվեցին սեփական կիսադաշտ։ Հիմա արդեն գրող են ձեռնարկում, փորձում է հիմա շրջանցել 1-2 մրցակցի, փոխանցում աչ եզր, ետ են փոխանցում գնդակը, շարժվում առաջ, փոխանցում կենտրոն, հետ են խաղում, կարծես հարվածելու էր, բայց փոխանցեց եւ այս փոխանցման ճանապարհը փակված է։ Եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Չելսին, փոխանցում տեսնենք ինչ կորոշեն այս իրավիճակում, նորից խաղում է ձախ եզրով, հարված եւ որսում է գնդակը այստեղ Սանդերլենդի դարպասապահը, փոխանցում Կարապետյան։ Ետ է խաղում դարպասապահի հետ, փոխանցում, նորից Կարապետյանին են հասցեագրում գնդակը ձախ եզրում, գերազանց որոշում է այստեղ կայացնում Կարապետյանը, Գալմակյան շարժվում է առաջ, փոխանցում, փակված այս փոխանցում այստեղ կարող էր հարվածել, բայց գնդակը դուրս է գալիս դիմային գծից եւ կլինի անկյունային։ Սանդերլենդը գտնվում է մրցաշարային աղյուսակի վերին հատվածում, երրորդ հորիզոնականում է։ Այս տուրում փոխանցում խաղարկված է։ Հիմա Չելսին է հակագրոհում, միտքս կշարունակեմ այս հակագրոհից հետո։ Փոխանցում ձախ եզր եւ այստեղ խախտում է խաղի կանոնները, Սանդերլենդի դարպասապահը կլինի 11 մետրանոց։ Շատ կոպիտ այստեղ գնաց Էրիկ Համբարձումյանը եւ 11 մետրանոց բերեց սեփական դարպասին, այնտեղ միայնակ էր դուրս եկել Չելսիի ֆուտբոլիստը դարպասապահի դիմաց, բայց դարպասապահը նախընտրեց խախտել կանոնները եւ հիմա 11 մետրանոց է իրացնելու Չելսին։ Տեսնենք հարված եւ գնդակը դարպասում է 1-0 բացված է հանդիպման հաշիվը, Չելսին բացում է խաղի հաշիվը 11 մետրանոցի օգնությամբ։ Շարունակեմ միտքը Սանդերլենդի հիմնական մրցակիցները այս մեկնարկեցին այս տուրում իրար դեմ են մրցել եւ բավական նպաստավոր իրավիճակ է դա ստեղծել Սանդերլենդի համար, Տոտենհեմը պարտվեց Լիվերպուլին եւ այսօր Սանդերլենդը հաղթանակ գրանցելու դեպքում կամրապնդի տեղը երրորդ հորիզոնականում գերազանց անցում էր, բայց այստեղ դարպասապահ ֆիքսում է գնդակը եւ փոխանցում աչ եզր։ Կենտրոնով շարժվում են առաջ, վտանգավոր է։ Տուգաներները պարակում են հարված, նորից հարված եւ դարպասապահը այստեղ փրկում է նորից, բայց փակված այս հարվածի ճանապարհը կլինի անկյունային։ Փոխանցում խաղարկված է անկյունայինը։ Ետ է խաղում դարպասապահ Սևումյանի հետ։ Եվ այստեղ բավական լավ դիմավորեց Սանդերլենդի պաշտպանը ֆիզիկական պայքարում եւ ստիպեց մրցակցին խախտել խաղի կանոնները։ Շարժվում է առաջ, հիմա գերազանց անցում է այստեղ ձեռնարկում, բայց վերջին պահին չեն կարողանում այստեղ ետ մղել գնդակը։
Փոխանցում աջ եզր, վտանգավոր է, հարված եւ ինչպես գնդակը չի հայտնվում այս իրավիճակում դարպասում։ Բավական լավ էին այստեղ այս գրոհը ձեռնարկել, բայց Մարտիրոսյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ, գնդակը խաղի մեջ կմցնի Սանդերլենդի դարպասապահը, փոխանցում Կարապետյան։ Խաղում է դարպասապահի հետ, տեսնենք, փոխանցում կենտրոն եւ գերազանց դուրս եկան այս պրեսինգից, վերադառնում է Կարապետյանին գնդակը, Ղալմաքյան պահում է գնդակը կենտրոնում, նորից վերադարձնում Կարապետյանին, նորից այս երկուսը գերազանց են առաջ շարժվում, փոխանցում, բայց չի հասնում պատասխան փոխանցումը Կարապետյանին։ Սևումյանը գնդակը հիմա կմցնի խաղի մեջ։ Փոխանցում կենտրոն, շարժվում է առաջ, գերազանց անցում է ձեռնարկում, վտանգավոր է, հարված կրնկով, բայց դարպասապահը ֆիքսում է գնդակը։ Բարձրից փոխանցում, փակված այս փոխանցման ճանապարհը, աջ եզրում է գնդակը Չելսիի հարձակման, բայց փոխանցում են հետ։ Չելսին գտնվում է մրցաշարային աղյուսակի միջին հատվածում, բարձրից փոխանցում, վտանգավոր է, արված դարպասապահը ետ է մեղում գնդակը, կլինի անկյունային։ Եվ այս տուրում Չելսիի հիմնական մրցակիցներ Նյուքասլը եւ Վուլզը հաղթեցին իրենց մրցակիցներին, հարված եւ այս հարվածը փակված է, հիմա արդեն հակագրոհում է Սանդերլենդը, փոխանցում, լավն էր այս փոխանցումը, վտանգավոր է, հարված եւ դարպասաձողն է փրկում այստեղ Չելսին։ Հարված դարպասից է նշանակվել։ Այսօր Չելսին հաղթանակի հասնելու դեպքում կբարձրանա մրցաշարային աղյուսակում 6-րդ հորիզոնական տեղը զիջելով Տոտենհեմին, որն այս տուրում պարտվել է։ Փոխանցում առաջ եւ այս փոխանցումը անհասցե էր։ Իսկ Սանդերլենդը այսօր հաղթելու դեպքում կապահովի իր տեղը 3-րդ հորիզոնականում, առավելություն կստանա 4 միավորով 4-րդ տեղում ընթացող թիմից։ Հիմա արդեն գրոհ է ձեռնարկում Չելսին, բայց փակված այս փոխանցման ճանապարհը։ Խաղարկում են այս եզրայինը։ Ձախ եզրում է հիմա Չելսիի հարձակման գնդակը, կենտրոնով է շարժվում առաջ։ Տեսնենք ինչպես կորոշեն այս անգամ խաղարկել Չելսիի ֆուտբոլիստները գնդակը, գերազանց փոխանցում էր աջ եզր, հարված եւ շեղ է ընթանում այս հարվածը։ Չելսին բավական երկարատև գրոհ ձեռնարկեց եւ այդ գրոհը ի վերջո ավարտվեց հարվածով, բայց հարվածը շեղ ընթացավ։ Հիմա Սանդերլենդը այսպիսի փոխանցումով փորձեց սկսել գրոհը, բայց սխալ էր այդ փոխանցումը, վտանգավոր է։ Գերազանց փոխանցում էր, այստեղ հաստում է գնդակը Չելսիի ֆուտբոլիստին, վտանգավոր է, փոխանցում հարված եւ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը։ Ժորը Գասպարյանը կրկնապատկում է իր թիմի առավելությունը եւ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը, բավական հետաքրքիր եւ գեղեցիկ հանդիպման ենք ականատես լինում։ Չելսին բավական արագ փոխանցումներով է բացում Սանդերլենդի պաշտպանությունը եւ դեռևս ստացվում է 2 գոլ են խփել։ Տեսնենք ինչ կառաջարկյաց գոլից հետո Սանդերլենդը փակված այս հարվածի ճանապարհը։ Փոխանցում, նորից փակում են փոխանցման ճանապարհը Չելսիի ֆուտբոլիստները, հակագրոհ է զարգանում, շարժվում է առաջ գերազանց անցումով, բայց այստեղ խլված է գնդակը։ Եզրից խաղի մեջ կմցնեն Չելսիի ֆուտբոլիստները, Գասպարյան։ Փոխանցում գերազանց էր նկատել բացված թիմակցին։ Ետ են խաղում, հիմա նորից այսպիսի երկար փոխանցումներ կատարելով միմյանց կփորձեն գրոհ ձեռնարկել, արդեն հարձակման գծում են։ Փոխանցում ձախ եզր, նորից հետ է ստանում Չելսիի ֆուտբոլիստը գնդակը։ Գասպարյան, ստանում է գնդակը Գասպարյանը, փոխանցում աջ եզր, գերազանց նկատեց բացված թիմակցին,
բայց այստեղ գերազանց նաև դուրս եկան Չելսի ֆուտբոլիստները, այնուամենայնիվ մնում է գնդակը նրանց մոտ, մնում է նորից այստեղ պայքար, բայց այս անգամ չի մնա եւ հակագրովում է Սանդերլենդը, բավական հեռանկարային հակագրոհ է այստեղ զարգանում, վտանգավոր է հարված եւ գնդակը դիպում է դարպասած ձողին Սուրեն Կարապետյանի հարվածից հետո այնտեղ նաեւ միջամտել էր կարծես Չելսիի ֆուտբոլիստը եւ անկյունային իրացրին, բայց շատ արագ կորցրին գնդակը, փոխանցում ձախ եզր Չելսին է հակագրոհում, այս փոխանցումը սխալ էր եւ այստեղ շատ ռիսկային են գործում, ամեն դեպքում գնդակը մնում է Չելսիի մոտ, վտանգավոր գրոհ են ձեռնարկում Չելսիի ֆուտբոլիստները, պահում է գնդակը, հետ փոխանցում, այս փոխանցումը սխալ էր, բայց նորից գնդակը Չելսիի մոտ է հայտնվում, այս հետ եկած գնդակներին կարծես թե միշտ տիրում է Չելսին, այստեղ ինչպիսի դատարկություն է տիրում Չելսիի տուգանայինում, հարված եւ գնդակը հրաշքով չի հայտնվում Չելսիի դարպասում Ասլանյանի հարվածից հետո բավական միայնակ էր մնացել այստեղ ուղղակի ոչ ոք չկար Չելսիի ֆուտբոլիստներից, բայց այնտեղ մի փոքր դանդաղեց, երկու ֆուտբոլիստ կարծես նրա հետևից հասան եւ խանգարեցին նրան հարված կատարել եւ ճնշման արդյունքում շեխ հարվածեց, հիմա արդեն փոխարինում կլինի Չելսիի կազմում, մեկնարկել են գնդակը եւ սխալվում են Չելսիի ֆուտբոլիստները, փոխանցում, փակված այս փոխանցման ճանապարհը եզրով է Չելսին շարժվում առաջ, նորից այս եզրից մոտ տարածություն փոխանցումը փակված է, խաղի մեջ կմտցնեն Չելսիի ֆուտբոլիստները, գնդակը նորից սխալվում է փոխանցում կատարելիս Չելսիի ֆուտբոլիստը, մնում է գնդակը կարծես Սանդերլենդի մոտ հարված եւ գնդակը շեղ է ընթանում նորից։ Գոլ ընդունելուց, երկրորդ գնդակն ընդունելուց հետո Սանդերլենդը փորձում է իհարկե ակտիվություն ցույց տալ եւ ավելի շատ են գրոհում երկրորդ գոլից հետո, բայց գոլն է ուշանում դեռևս, փոխանցում կենտրոն, գերազանց գրոհ այստեղ ձեռնարկեցին, բայց այս փոխանցմանը չարձագանքեց ոչ մի Չելսիի ֆուտբոլիստ, գնդակը հիմա Ղալմաքյանինն է, փոխանցում կենտրոն, վտանգավոր է, եւ այստեղ էլ խախտում են խաղի կանոնները, բավական վտանգավոր դիրքում Չելսիի ֆուտբոլիստները կլինի տուգանային հարված, գնդակի մոտ տեսնենք ով է կանգնելու հարված կատարելու նպատակով, կարծես բոլորը հեռացան, մնում է Ղալմաքյանը, պատ է կառուցել 3 ֆուտբոլիստներից բաղկացած Սևումյանը, վտանգավոր է, փոխանցում է կատարում հարված եւ փակված այս հարվածի ճանապարհը, լավ էին մտածել այստեղ Սանդերլենդի ֆուտբոլիստները, բայց շատ արագ կողնորոշվեց այնտեղ Չելսիի պաշտպանը եւ փակեց գնդակի ճանապարհը։ Եզրից Սանդերլենդը գնդակը կմտցնի խաղի մեջ։ Փոխանցում խաղարկված է։ Գերազանց է այստեղ նկատում բացված թիմակցին եւ ինչպես չի կարողանում գրավել Մուսալյանը դարպասը։ Գերազանց փոխանցում ստացավ Ղալմաքյանի կողմից եւ ափսոս էր իհարկե այս փոխանցումը, որ չկարողացավ գոլ դարձնել ի վերջո։ Նորից գնդակը վերադառնում է Սանդերլենդին, պայքար այստեղ գնդակի համար, չկա խաղի կանոնների խախտում, մնում է գնդակը Սանդերլենդի մոտ, ամեն դեպքում մրցավարը նշանակեց խաղի կանոնների խախտում, խաղարկված է այս տուգանայինը, փոխանցում աջ եզր, Ղալմաքյան, տեսնենք ինչ կորոշի, բարձրից է փոխանցում գնդակը, հասնում է այնտեղ թիմակցին, փոխանցումը փակված է։ Անկյունային է վաստակում Սանդերլենդը, Կարապետյանը կիրացնի այս անկյունայինը, փոխանցում ցածրից հարված եւ կրճատված է, հաշիվը գերազանց այստեղ իրար հասկացան Սանդերլենդի ֆուտբոլիստները, Կարապետյանի փոխանցումից հետո դարպասը գրավում է Ղալմաքյանը եւ կրճատում, հաշիվը դառնում է 2-1։ Վերսկսել են Չելսիի ֆուտբոլիստները խաղադաշտի կենտրոնից հանդիպումը եւ արդեն հետ է վերադառնում գնդակը եւ առաջ են շարժվում, մի փոխանցում կատարեցին ետ եւ հիմա լավ գրոհ է զարգանում, հարված եւ կարող են շատ արագ վերադարձնել երկու գնդակի առավելությունը, բայց
Սանդերլենդի դարպասապահը այս իրավիճակում գերազանց գործեց անկյունային են իրացնելու հիմա Չելսիի ֆուտբոլիստները գնդակի մոտ է Տիգրան Ղարիբյանը փոխանցում եւ այս փոխանցումը սխալ էր տեսնենք ինչ կանեն պաշտպանությունից դուրս գալուց Սանդերլենդի ֆուտբոլիստները փոխանցում կենտրոն փակված այս փոխանցման ճանապարհը վտանգավոր է հարված եւ նորից շեղ են թանում հարվածը Համբարձումյան խաղում է Կարապետյանի հետ փոխանցում կենտրոն Մուսայելյան շարժվում է կենտրոնով առաջ թողնում է գնդակը Կարապետյանին փոխանցում բայց այս փոխանցումը Սևումյանի համար էր ուժեղ հարվածով գնդակը նետում է առաջ Սևումյանը բայց այստեղ երկար չի մնում Չելսիի մոտ գնդակը վերսկսվել է հանդիպումը եզրից Սանդերլենդի ֆուտբոլիստների կողմից փոխանցում բայց եզրից գնդակը խաղի մեջ կմտցնեն Սանդերլենդի ֆուտբոլիստները Մուսայելյանն է փոխանցում գնդակը թիմակցին եւ նորից եզրային հարված փոխանցում վտանգավոր է եւ այստեղ գերազանց է բայց երկրորդ հարվածով ամենայն դեպս կարողանում են հավասարեցնել խաղի հաշիվը Սանդերլենդի ֆուտբոլիստները 2-1 է դառնում հաշիվը Հայկ Արաբյանը կարողանում է հավասարեցնել խաղի հաշիվը առաջին հարվածը Սևումյանը ետ մղեց բայց երկրորդ հարվածի ժամանակ պաշտպաններից ոչ ոք չդիմավորեց նրան եւ հանգիստ միայնության մեջ կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը Արաբյանը գրոհում է Չելսին ինչպես կարձագանքեն այս գոլին տեսնենք հիմա նորից Սանդերլենդն է գրոհում գերազանց փոխանցում էր այստեղ Մուսայելյան շարժվում է կենտրոնով առաջ փոխանցում Ղալմաքյան եւ սխալվում է Ղալմաքյանը ինչպիսի հակագրոհ է զարգանում 3-2-ի վտանգավոր է հարված եւ այստեղ էլ Համբարձումյանը որսում է գնդակը եւ արագ գնդակը մտցնում խաղի մեջ Արաբյան հարված եւ կլինի անկյունային կարծես թե ոչ շեղ է հարվածել այնտեղ դարպասապահը հպում չունեցավ գնդակին խաղարկել են արդեն Չելսիի ֆուտբոլիստները դարպասից եւ բավական հեռանկարային գրոհ են ձեռնարկում փոխանցում աչ եզր նորից կենտրոնում են խաղարկում գնդակը տեսնենք ինչ կորոշեն բավական լավ է տեղաշարժվում Սանդերլենդը խաղադաշտում եւ բոլոր ազատ գոտիները դեռևս փակումը պետք է իհարկե փորձեն այսպես եւ սխալվում է Արաբյանն է խլում գնդակը շարժվում է առաջ հարված փակված այս հարվածի ճանապարհը գնդակը մնում է Սանդերլենդի մոտ բայց հեռացված է գնդակը Չելսիի ֆուտբոլիստները նման լավ դիրքավորված Սանդերլենդի պաշտպանությունը պետք է միայն փորձեն կարծես ճեղքել անհատական անցումներով եւ որոշ դեպքերում դա ստացվում է Բարձրից փոխանցում եւ այստեղ Սևումյանը առաջինն է գնդակին հարված է կատարում բայց այստեղ էլ Համբարձումյանը հանգիստ որսում է գնդակը Կարապետյան Վերսկսում է հանդիպումը փոխանցում կենտրոն հարված եւ այս հարվածը նորից ետ է մղվում Սևումյանի կողմից գրոհում է Չելսին եւ նորից փոխանցումը փակված է բայց հետ է վերադառնում գնդակը ամեն դեպ Չելսիի մոտ շարժվում է առաջ այստեղ Չելսիի ֆուտբոլիստը նորից փակված է փոխանցման ճանապարհը մնում է գնդակը Չելսիին բայց կորցնում են եւ այստեղ էլ եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Սանդերլենդի ֆուտբոլիստները փոխանցում ետ Համբարձումյան խաղարկում է Կարապետյանի հետ բայց ոչ փոխարինում կլինի Սանդերլենդի կազմում դաշտ է մտնում Ասլանյանը Արաբյանի փոխարեն
Համբարձումյանին է գնդակը, փոխանցում եւ այս փոխանցումը սխալ էր, վտանգավոր է, կրնկով փոխանցում փակված է այս փոխանցումը, փորձեց արագ կողնորոշվել այդ իրավիճակում, բայց մի փոքր սխալվեց, մրցակիցն է լավ կարդաց խաղ, այստեղ կենտրոնով է շարժվում Չելսի ֆուտբոլիստը առաջ հարված եւ շեղ է ընթանում հարվածը, Համբարձումյան խաղում է այստեղ Կարապետյանի հետ, շարժվում առաջ եւ խլում են նրանից գնդակը, փակված այս փոխանցման ճանապարհը եւ կլինի անկյունային հարված, նորից Կարապետյանը կիրասնի անկյունային հարվածը, անցած անկյունայինի վաղ նա էր գոլի հեղինակ դարձել, վտանգավոր է եւ այստեղի փակվում է, շեղ է հարվածում Մուսալյանը, բավական լավ նպաստավոր դիրքում ստացավ գնդակը, բայց շեղ հարվածեց, հիմա արդեն Չելսին մեկնարկել է խաղը սեփական Տուգանային հրապարակից, հետ փոխանցում, Մարտիրոսյան թողնում է գնդակը թիմակցին, հետ փոխանցում է ստանում Մարտիրոսյանը եւ պահում է գնդակը իր թիմի մոտ, վտանգավոր է, հարված փակված այս հարվածի ճանապարհը այստեղ էլ Համբարձումյանը վերցնում է գնդակը, փոխանցում, սխալ էր այս փոխանցումը, հերվից հարված եւ գնդակը հրաշքով չի հայտնվում Չելսի դարպասում, Գասպարյանի հարվածից հետո խաղարկել են արդեն այստեղ Սանդերլենդի ֆուտբոլիստները, փոխանցում, փակված այս փոխանցման ճանապարհը, բավական ռիսկային տարբերակ էր այստեղ ընտրել Համբարձումյանը պաշտպանությունից դուրս գալու, բայց բախտը ժպտաց եւ գնդակը հեռացավ խաղադաշտի սահմաններից, Ղալմաքյանն է գնդակով ձախ եզրում, տեղափոխություն աջ եզր, Կարապետյան, բարձրից փոխանցում, գերազանց նկատեց առաջ բացված թիմակցին, բայց այստեղ չկարողացավ շրջանցել Ղալմաքյանը մրցակցին։ Եթե այստեղ կարողանար նա շրջանցել, բավական նպաստավոր դիրքում էր դուրս գալու թե թիմակիցներից մեկին փոխանցում կատարելու եւ թե հարված կատարելու համար։ Ղալմաքյանն է գնդակի մոտ, խաղարկում է գնդակը, մնում է Ղալմաքյանի մոտ գնդակը, փոխանցում կենտրոն, հեռացված է եւ լավ հակագրով է զարգանում Չելսին փոխանցում, բայց այս փոխանցման ճանապարհը փակված է, Ասլանյան փոխանցում աջ, շրջանցում է, բայց այստեղ փոխօգնության հասավ պաշտպանը եւ գնդակը մնում է Չելսիի մոտ, Զարգարյան փոխանցում, վտանգավոր է եւ գերազանց այստեղ պաշտպանվեց Ասլանյանը, գնդակը խաղի մեջ կմտցնեն եզրից Չելսիի ֆուտբոլիստները, Մարտիրոսյան հետ է խաղում, գնդակը հասցնում են մինչև սեփական կիսադաշտում տեղակայված Գասպարյանին, հետ փոխանցում Սևումյանին, մինչև դարպասապահը հասցրին գնդակը, նորից Գասպարյան, եւ սխալ էր այս փոխանցումը, Կարապետյանը շարժվում առաջ, բայց նա էլ սխալվեց եւ գերազանց է հեռացնում այստեղ սահանկմամբ Ասլանյանը եզրից, խաղի մեջ նորից գնդակը կմտցնեն Չելսիի ֆուտբոլիստները, Ղարիբյան փոխանցում է կատարում, նորից այստեղ էլ ձախ եզրում է Չելսիի հարձակման գնդակը, փակված է այս փոխանցման ճանապարհը, նորից գնդակը խաղի մեջ կմտցնեն եզրից Չելսիի ֆուտբոլիստները, Ղարիբյան եւ այստեղ սխալ կարծես թե իրացրեց այս եզրային հարվածը եւ գնդակը անցնում է Սանդերլենդին, նույն դիրքից Սանդերլենդը հիմա խաղի մեջ կմտցնի գնդակը, փոխանցում ետ, Համբարձումյան, խաղում է Ղալմաքյանի հետ, գերազանց փոխանցում է ձախ եզրում, ստանում այստեղ Կարապետյանը, փոխանցում այս փոխանցումը սխալ էր, բայց այստեղ էլ հեռացնում է գնդակը, բայց երկար չի մնում Սանդերլենդի մոտ, վտանգավոր լավ գրոհ է զարգանում, հարված եւ դարպասապահն այստեղ հասցնում է հեռացնել գնդակը եւ կլինի անկյունային հարված։ Համբարձումյանը բավական լավ սեյվի է հեղինակ դարձավ այս իրավիճակում, հիմա Գասպարյանն է գնդակի մոտ, նա կիրասնի անկյունայինը, ցածրից փոխանցում, հարված փակված այս փոխանցման ճանապարհը, պայքար գնդակի համար, գնդակը վերադառնում է Սանդերլենդին, գերազանց անցում է այստեղ ձեռնարկում, ամեն դեպքում հետ է շարունակում, փոխանցում է Ղալմաքյանին,
Շարժվում է առաջ Ղալմաքյանը, շարժվում կենտրոն, հարված փակված այս հարվածի ճանապարհը։ Փոխանցում ետ, արագ գրող են փորձում ձեռնարկել Չելսիի ֆուտբոլիստները, աջ եզրում թիմակիցն ազատել է, բայց փոխանցումը չի ստացվում։ Մարտիրոսյան փոխանցում են ձախ եզր, հասցնում են գնդակը մինչև ձախ եզր Չելսիի ֆուտբոլիստները, այս փոխանցումը փակված է, այս անգամ էլ հարվածներ փակված, վտանգավոր է։ Չեն կարողանում այդպես էլ հարվածային դիրք դուրս գալ, գերազանց փոխանցում ստացավ, բայց գերազանց այստեղ խաղադաշտ մտնելուց ի վեր բավական լավ հանդիպում է անցկացնում Ասլանյանը, ոչ մի դրվագում չի զիջում մրցակցին, եզրից գնդակը խաղի մեջ կմտցնի Չելսիի ֆուտբոլիստ Ղարիբյանը, փոխանցում ետ, նորից փոխանցումը հետ է ստանում Ղարիբյանը, Մարտիրոսյան, փոխանցում Ղարիբյան, հերվից հարված փակված այս հարվածի ճանապարհը, Ղալմաքյան պահում է գնդակը իր թիմի մոտ, Ասլանյան հետ փոխանցում Ղալմաքյանին և գնդակը դուրս է գալիս խաղադաշտի սահմաններից, ավարտված է հանդիպման առաջին խաղարկեսը 2-2 հաշվով, թիմերը ոչ ոքի արդյունքով են գնում հանդերձարան և երկրորդ խաղարկեսը սպասում ենք ավելի հետաքրքիր պայքարին։ Վերադառնում ենք, մեկնարկած է երկրորդ խաղարկեսը, տեսնենք ինչ կառաջարկեն երկրորդ խաղարկեսը մեզ թիմերը, առաջին խաղարկեսն ավարտվեց 2-2 հաշվով, բավական հետաքրքիր և լարված պայքարում է անցնում հանդիպումը և ոչ ոքի արդյունքով սկսում են երկրորդ խաղարկեսը, գրոհում է Սանդերլենդը և հեռացված է այստեղ գնդակը Սևումյանի կողմից, եզրից խաղի մեջ կմտցնեն Սանդերլենդի ֆուտբոլիստները։ Թողնում է Արաբյանը այստեղ գնդակը Կարապետյանին, փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը, հետ են փոխանցում Ասլանյան, փոխանցում ձախ եզր, Ղալամքարյան, շարժվում է առաջ, գերազանց անցում ձեռնարկեց, հարված և շեղ է ընթանում, հարվածը, բավական լավ անցում ձեռնարկեց և հարվածային դիրք դուրս եկավ այստեղ Արեգ Ղալամքարյանը, բայց նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց, Սևումյանը սկսել է հանդիպումը սեփական դարպասից, այստեղ գերազանց անցում է ձեռնարկում Չելսիի ֆուտբոլիստը, փոխանցում ետ, պահում է գնդակը իր թիմի մոտ, հետ են նորից փոխանցում, վտանգավոր է այստեղ և խլում են գերազանց այստեղ պաշտպանվեցին, Ղալամքարյան, փոխանցում աջ եզր, Ասլանյան, Չելսիի պաշտպանության աջ եզրը դատարկ էր մնացել, հարված և փակված է այս հարվածի ճանապարհը ևս, գերազանց են այսօր հակագրոհում Սանդերլենդի ֆուտբոլիստները, բայց որոշ դեպքերում փակվում է հարվածի ճանապարհը, որոշ դեպքում էլ գործը հարվածին չի հասնում, փոխանցում, նորից այս հեռացված է գնդակը, հիմա էլ արդեն եզրից խաղի մեջ կմտցնեն Սանդերլենդի ֆուտբոլիստները գնդակը, Ղալամքարյան, խաղում է Կարապետյանի հետ, նորից հետ է ստանում գնդակը, փակված այս փոխանցումը և լավ հակագրող կարող է զարգանալ, փոխանցումը աջ, բայց այստեղ չի կարողանում ընդունել գնդակը Ժոռա Գասպարյանը։ Խաղում է այստեղ Համբարձումյանի հետ, տեղափոխություն աջ եզր, Ասլանյան, նորից Համբարձումյան սխալվում է, Ասլանյանը, բայց Համբարձումյանը բավական լավ արձագանքեց և հեռացված է գնդակը և այնպես է հեռացված, որ Չելսիի ֆուտբոլիստից է հեռացել գնդակը և խաղարկում կլինի, նորից Համբարձումյանն այստեղ էլ սխալվում է, արդեն Համբարձումյանը փակված է այս փոխանցումը, Ղալամքարյան, փոխանցումը աջ եզր, նորից Համբարձումյանի հետ են խաղում, փոխանցում կենտրոն լավ էր նկատել, բայց այստեղ չհասկացան միմյանց, հիմա արդեն գրոհ է ձեռնարկել Չելսին, փոխանցում և մի փոքր վատ ընդունեց այստեղ Չելսիի ֆուտբոլիստը գնդակը, դարպասից գնդակը խաղի մեջ կմտցնի Էրիկ Համբարձումյանը, բարձրից փոխանցում,
Հաստում է թիմակցին նորից Համբարձումյանի հետ են խաղում, վերջի րոպեներին շատ սկսեցին օգտագործել նրան Սանդերլենդի ֆուտբոլիստները, պաշտպանությունից դուրս գալիս գերազանց այստեղ փոխանցում է ստանում Արաբյանը եւ կորցնում գնդակը բավական արագ։ Հիմա արդեն գրոհ է ձեռնարկում Չելսին, Գասպարյան փոխանցում Աչեզեր։ Հիմա էլ արդեն ձախ եզրում է գնդակը Չելսիի հարձակման։ Շարժվում է առաջ այստեղ Չելսիի ֆուտբոլիստը, փոխանցում Գասպարյան։ Տեսնենք ինչ կորոշի Գասպարյանը, փոխանցում է Աչեզրում ազատ մնացած թիմակցին, հետ է ստանում գնդակը, բայց մի փոքր շեղ է ընթանում։ Երկու թիմերն էլ բավական հարձակողական ֆուտբոլ են դավանում եւ տեսնենք հանդիպման որ րոպեին ով ակտիվություն ցույց տալու ժամանակահատվածում կարողանա գոլի հեղինակ դառնալ, նա էլ այսօր կհաղթի, թիմերը նաեւ լավն են պաշտպանությունում, այստեղ Արաբյանն է եւ խախտում է խաղի կանոնները հարձակվող թիմի ֆուտբոլիստը, փոխանցում Կենտրոն եւ այստեղ սխալվում է Ղալամքարյան, փոխանցում փակված է նրա փոխանցման ճանապարհը եւ հիմա էլ արդեն գրովում է Չելսին, Գասպարյան կորցնում է գնդակը Գասպարյանը, գերազանց է այստեղ նորից պաշտպանվում Սանդերլենդը եւ երկու թիմերն էլ այսօր լավ են պաշտպանվում, այդ երկու գոլերն էլ արդեն անհատական բարձր վարպետության շնորհիվ են խփել երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ։ Բարձրից փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը, այստեղ շարժվում է առաջ Ղալամքարյան։ Ձախ եզրում է այստեղ, բայց մի փոքր վատ ընդունեց, վատ մշակեց գնդակը Բենիկ Ասլանյանը, նա այսօր պաշտպանությունում հիանալի է գործում եւ եթե հիմա կարողանար գոլի հեղինակ դառնալ, բավական լավ ցուցանիշ կլիներ նրա համար այսօր, իհարկե նա գերազանց է պաշտպանությունում, կարելի ասել գրեթե անթերի է պաշտպանվել, Չելսին է գրոհում, հարված եւ փակված այս հարվածի ճանապարհը դարպասապահը հանգիստ հետ մղեց եւ երկրորդ փորձից որսած գնդակը բարձրից փոխանցում, ստանում է գնդակը այստեղ Արաբյանը, շարժվում առաջ, փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը գրոհում է հիմա Չելսին, հարված եւ նորից այստեղ էլ Էրիկ Համբարձումյանը սեյվ է իրականացնում, այստեղ էլ հեռացված է գնդակը Սևումյանի կողմից, Ղալամքարյան պահում է գնդակը իր թիմի մոտ, հետ է շարժվում, Չելսին ինչպիսի պրեսինգ է իրականացնում, բայց ամեն դեպքում կարողանում է Ղալամքարյանը դուրս գալ այս երաշերտ ճնշումից, փոխանցում Աչեզեր, Կարապետյան, ետ է փոխանցում Կարապետյանը Համբարձումյանին, Ղալամքարյան, Կարապետյան, Եղեցիկ եռանկյուն գծեցին այստեղ Սանդերլենդի ֆուտբոլիստները, հեռանում է Չելսիի ֆուտբոլիստից գնդակը, Արաբյանն է եզրից խաղի մեջ մտցնելու, Կարապետյան փակված այս փոխանցման ճանապարհը Կարապետյանի նորից մի փոքր առաջ դիրքից խաղի մեջ կմտցնեն գնդակը Սանդերլենդի ֆուտբոլիստները, փոխարինում կներեք Սանդերլենդի կազմում, հեռանում է Ասլանյանը եւ այստեղ կարող էր ինքնագոլ լինել, բայց կլինի անկյունային։ Ասլանյանի փոխարեն դաշտ վերադարձավ Վլադ Մուսայելյանը, Կարապետյան, փոխանցում, բայց հասցեատեր չուներ այս փոխանցումը եւ հիմա լավ հակագրող կարող են ձեռնարկել Չելսիի ֆուտբոլիստները։ Փոխանցումը այստեղ ստանում է ձախ եզրում գնդակը Չելսիի ֆուտբոլիստը եւ կորցնում գնդակը գերազանց դիմավորեց այստեղ հեռացվածը դիպչում է խաղընկերոջը գնդակը մնում է Չելսիի մոտ վտանգավոր է փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը Մուսալյան փոխանցում Կարապետյան վտանգավոր է հարված եւ այստեղ Սևումյանը հետ է մղում գնդակը եւ հիմա էլ Չելսին է հակագրող ձեռնարկում փոխանցում ձախ եզր Մարտիրոսյան, բայց մի փոքր վատն էր այս գործողությունը նրա կողմից, իսկ այստեղ էլ Համբարձումյանը կարծես թե մի փոքր շտապեց, փոխարինում կլինի նաև Չելսիի կազմում, Գասպարյանն է գնդակի մոտ, փոխանցում դարպասապահ Սևումյանին, Գասպարյան սխալվում է փոխանցում կատարելիս, նորից արդեն հակառակ եզրում է գնդակը եզրից մտնում խաղի մեջ, Գասպարյան,
շարժվում է առաջ Գասպարյանը, թույլ տվեցին կարծես նրան շարժվել առաջ, եւ այստեղ էլ գնդակը հեռանում է խաղադաշտի սահմաններից, հենց Գասպարյանից կլինի դարպասից հարված Էրիկ Համբարձումյանը, գնդակը նետում է առաջ եւ այստեղ էլ փակված է փոխանցման ճանապարհը, լավ պայքար է ծավալվել այստեղ խաղադաշտի կենտրոնում գնդակի համար, Զարգարյան փոխանցում կենտրոն, չեն հասցնում գնդակը Չելսիի ֆուտբոլիստները փոխանցում, թվում էր թե սկզբում փոխանցում է կատարելու, բայց գնդակի ընթացքից վերջում պարզ դարձավ, որ սա ավելի շատ հարված է, բայց հարվածը շատ շեղ ընթացավ Համբարձումյան, նետում է ուժեղ գնդակը առաջ, վտանգավոր է, բայց այստեղ չի կարողանում դիպչել գնդակի Ղալամքարյանը, Սևումյան ուժեղ այս անգամ էլ նետում է Սևումյանը, գնդակը հասնում է հարված եւ գնդակը շեղ է ընթանում, թիմերը այսօր երկու գոլ խփելուց հետո կարծես թե մոռացել են դարպասին հարված կատարելու ձևը եւ չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ այլևս այդ երկու գոլերից հետո այս խաղում բավական մանր դետալներն են որոշելու եւ այսպիսի դետալների մասին է խոսքը հարված եւ այստեղ էլ վրիպում է Չելսիի ֆուտբոլիստը Գասպարյանը շատ կոպիտ սխալ թույլ տվեց Համբարձումյանը, բայց չկարողացան օգտվել այդ սխալից Չելսիի ֆուտբոլիստները մասնավորապես Ժոռա Գասպարյանն է վրիպում բավական նպաստավոր դիրքից, խոսում ենք դետալներից եւ սա էլ այդ դետալներից մեկն էր, որը Չելսիի համար բացասը եւ այստեղ էլ նորից հարվածը շեղ է ստացվում։ Համաձայն ենք, որ Չելսին վերջին րոպեներին ավելի դիպուկ է գրոհում, ավելի շատ են Չելսիի ֆուտբոլիստերի կողմից հարվածները, տեսնենք ինչպես կպատասխանի Չելսի այս ակտիվությանը, Սանդերլենդը Ղալամքարյան շարժվում է առաջ, հարված եւ հենց այսպես էլ պատասխանում են Սանդերլենդի ֆուտբոլիստները։ Գոլ 3-2 է դառնում հանդիպման հաշիվը, դաշտ մտնելուց հետո Վլադ Մուսալյանն է կարողանում դառնալ գոլի հեղինակ, իսկ այսօր իր երկրորդ գոլային փոխանցումն է արդեն կատարում Արեգ Ղալամքարյանը, վերադարձ փոխարինում նորից կլինի Չելսիի կազմում, կարծես թե վերսկսված է հանդիպումը, Սևումյան խաղում է առաջ քաշված թիմակցի հետ, միայնակ շարժվում է առաջ, հետ է մեկ հպուբով Չելսին խաղում հետ արդեն։ Գերազանց այստեղ փոխանցում կատարեց, կտրեց ամբողջ պաշտպանություն եւ Գասպարյան փոխանցում հակված է այս փոխանցումը, Գասպարյանի առաջ խաղացումը բավական լավն էր, բայց վերջում կարողացան հակել նրա փոխանցման ճանապարհը, անկյունային են իրացել Չելսիի ֆուտբոլիստները, բարձրից փոխանցում, բայց այստեղ էլ ասեցումը ինչպես հարկն է չկարողացավ կատարել Ռաֆայել Զարգարյանը, բարձրից փոխանցում Ղալամքարյան, բայց այստեղ էլ չկարողացավ ընդունել գնդակը, հիմա նորից հակագրոհ է ձեռնարկել Չելսին Գասպարյան, շարժվում է կենտրոն, դուրս է գալիս հարվածային դիրք եւ այստեղ էլ հանգիստ Էրիկ Համբարձումյանը ֆիքսում է գնդակը, փոխանցում առաջ, այստեղ էլ հեռանում է գնդակը Չելսիի ֆուտբոլիստից, եզրից խաղի մեջ կմտցնեն Սանդերլենդի ֆուտբոլիստները։ Փոխանցումը ձախ եզր, փակված է այս փոխանցումը, նորից գրոհում է հարված եւ այնտեղ ինչպես կարողացան այդքան խառնաշփոթ իրավիճակից հետո հարվածել, նորից հարված եւ գնդակ է դարպասում է, գերազանց հեռու տարածությունից գոլի հեղինակ է դառնում Արեգ Ղալամքարյանը եւ երկու ասիստերին գումարում է գոլ, գերազանց հանդիպման ենք ականատես լինում, Չելսին այդքան գրոհեց, բայց չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, բավական լավ հնարավորություններ ունեին եւ պատժվում է այդ հնարավորությունները չօգտագործելու համար 4-2 արագ վերսկսեցին կենտրոնից հանդիպումը Չելսիի ֆուտբոլիստները, նորից փակված է փոխանցման ճանապարհը, մնում է գնդակը Չելսիի մոտ, երկրորդ տեմպով է գրոհը զարգանում, փոխանցում ետ, Գասպարյան խաղում է ձախ եզր,
Մարտիրոսյան, բայց այս փոխանցումը հասցեատեր չուներ, գնդակը խաղի մեջ կմցնի Սանդերլենդի դարպասապահ Համբարձումյանը։ Ուժեղ նետում առաջ Համբարձումյանի կողմից, գնդակին առաջինը հասավ Գասպարյանը, մնում է գնդակը Սանդերլենդի մոտ, հետ է փոխանցում, վտանգավոր է, բայց այստեղ էլ փոխանցում չկարողացան կատարել, ամեն դեպքում խլում է Չելսին գնդակը, բավական լավ գրող կարող է զարգանալ, ստանում է գնդակը Գասպարյանը, հարված եւ այս անգամ էլ շեղ է ընթանում Գասպարյանի հարվածը, իհարկե Չելսին փորձում է մինչև երկու գոլերն էլ ընդունելն էլ փորձում էր հաշվի մեջ առաջ անցնել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում այդ գոլը խփել, ինչը բավական հանգիստ արեցին Սանդերլենդի ֆուտբոլիստները 1-2 գրող հասկացնելուց հետո կարողանում են գոլ խփել։ Փոխանցում էր սա, բայց շատ վատ գնդակը հպվեց այստեղ Արաբյանի ոտքին։ Գնդակը խաղի մեջ կմցնեն Չելսի ֆուտբոլիստները։ Սանդերլենդը բավականին հարմար առավելություն է ստացել այսօր եւ այդ առավելությունը կարող է օգտագործել ավելի եւ այստեղ սխալվում են, վտանգավոր է հարված, փակված է հարվածի ճանապարհը, բայց շատ արագ կարողացան չթողնել, որպեսզի երկրորդ հարվածը կատարի, այստեղ էլ փոխանցում կատարելիս է սխալվում Սանդերլենդի ֆուտբոլիստը, եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Չելսիի ֆուտբոլիստները։ Կաղարկված է եզրային հարվածը, Մարտիրոսյան, շարժվում է առաջ ձախ եզրով Մարտիրոսյանը, թողնում գնդակը թիմակցին, փոխանցում, նորից Մարտիրոսյանը հարված և նորից շեղ է ընթանում հարվածը Մարտիրոսյանի հարվածից հետո Համբարձումյան, գնդակը թողեց թիմակցին, գերազանց փոխանցում է այստեղ ստանում արդեն Սանդերլենդի ֆուտբոլիստ Ասլանյանը աջ եզրում եւ այստեղ էլ փոխանցում կատարելի սխալվում է, բայց հետո արագ ուղում է իր ծխալը Կարապետյան հերվից հարված շեղ էր այս հարվածը Չելսին հիմա արագ գնդակը խաղի մեջ է մցնում ձախ եզրում է ընթանում գրողը Չելսի շարժվում է մանր քայլերով առաջ Չելսիի ֆուտբոլիստը փոխանցում աջ եզր եւ այս փոխանցումը սխալ էր եւ բայց այստեղ էլ խաղի կանոնները խախտում են եւ այստեղ դեղին քարտով է պատժվում Չելսիի ֆուտբոլիստ Ժորա Գասպարյանը վիճելու համար նա դեղին քարտ ստացավ հարված եւ նորից շեղ է ընթանում այս հարվածը Գնդակը արդեն խաղի մեջ է ձախ եզրով գրող են ձեռնարկում Սանդերլենդի ֆուտբոլիստները հերվից հարված եւ այս հարվածը Սևումյանը ետ է մղում բավական հուժկու հարված կատարեց այստեղ Կարապետյանը բայց այդտեղ էլ պատրաստ էր Սևումյանը ետ մղելու գնդակը Կարապետյան նորից հերվից հարված եւ նորից Սևումյանը ետ է մղում գնդակը կլինի անկյունային փորձում է իհարկե Կարապետյանը դուբլի հեղինակ դարձալ եւ փորձում է բավական գեղեցիկ գոլ հեղինակել Գալամքարյան փոխանցումի հետ փակված է այս փոխանցման ճանապարհը եւ վտանգավոր գրող է ձեռնարկում Չելսին հարված եւ գոլ գնդակը դարպասում է 3-2 է դառնում հանդիպման հաշիվը այնտեղ միայնակ խլեց գնդակը եւ միայնակ էլ եզրափակեց Մարտիրոսյանը գերազանց գործողությամբ աչքի ընկավ ամեն ինչ նա արեց այս գրոհում եւ կրճատեց հաշիվը հիմա արդեն գնդակը վերադառնում է Չելսին Զարգարյան ձախ եզրով շարժվում է առաջ Զարգարյանը փոխանցում նորից կենտրոնում է գնդակը սխալ էր այս փոխանցումը
Գասպարյան խաղում է Սևումյանի հետ, նորից Գասպարյանը հետ է ստանում գնդակը սխալվում, այս փոխանցում կատարելիս Ղալամքարյան փակված է նրա փոխանցման ճանապարհը եզրից կնետեն Չելսիի ֆուտբոլիստները խաղում են մինչև դարպասապահ Համբարձումյանը հանգիստ այստեղ պահում է գնդակը Համբարձումյանը ոչ ոք չի գնում դիմավորելու բարձրից փոխանցում կասեցված է գնդակը Չելսին է հիմա արդեն գրովում է Չելսին Մարտիրոսյան փոխանցում աչ հարված եւ գնդակը դարպասապահին կողքով է անցնում նաեւ դարպասաձողի կողքով է անցնում եւ չի հայտնվում դարպասում բավական լավ հարված էր կատարել ապշեցուցիչ հեռավորությունից սուր անկյունից նետում է առաջ գնդակը Արաբյան բարձրից փոխանցում եւ գնդակը գերազանց այստեղ կասեցրեց Չելսիի ֆուտբոլիստը Գասպարյան կենտրոնում շարժվում է առաջ փոխանցում Մարտիրոսյան հարված եւ կլիդի անկյունային բավական լավ սեյվ իրականացրեց Համբարձումյանը գծի վրայից ձեռքով հանելով գնդակը հարված փակված այս հարվածի ճանապարհը եւս կլինի անկյունային Տեսնենք ինչ կտա այս անգամ անկյունայինը Չելսին հեռացված է գնդակը եւ այստեղ էլ եզրից է հեռանում գնդակը Չելսիի ֆուտբոլիստից Ղալամքարյանը գնդակը խաղի մեջ կմցնի եզրից փոխանցում դարպասապահ Համբարձումյանին հանգիստ են խաղարկում գնդակը եւ այս փոխանցումը սխալ էր գնդակը գալիս է Չելսիի մոտ Սևումյան փոխանցում կենտրոն բաց էր մնացել կենտրոնում թիվակիցը լավ նկատեց Սևումյանը բայց այստեղ գերազանց դիմավորեցին եւ ստիպեցին հետ փոխանցել այս փոխանցումն էլ սխալ էր Ղալամքարյան շրջանցում է հակառակորդին վտանգավոր է հարված չկա բավական լավ դիմավորեցին նրան Սևումյանը այստեղ գնդակը արագ առաջ մցրեց Գասպարյան շարժվում է առաջ փոխանցում ձախ եզր վտանգավոր է հարված եւ գնդակը չի հայտնվում դարպասում գերազանց սեյվի հեղինակ դարձավ այստեղ Համբարձումյանը եւ փրկեց իր թիմին գերազանց սեյվ էր բավական մոտ էր տարածությունը բայց այստեղ դարպասապահը հրաշք գործեց եւ հեռացրեց գնդակը տպավորություն էր թե արդեն ցանցում է այստեղ էլ հարված եւ նորից հեռացված է գնդակը այստեղ էլ փակեցին Սանդերլենդի ֆուտբոլիստները հարվածի ճանապարհը բարձրից փոխանցում նորից հեռացնում են գնդակը նորից գնդակը հետ եկած վերադառնում է Չելսիի մոտ հերվից հարված եւ այս անգամ էլ Գասպարյանի հարվածը շեղ է ընթանում Համբարձումյան փոխանցում ձախ այս փոխանցումը սխալ էր նորից Չելսին է գնդակը գոլ է պետք Չելսիին եւ բավական լավ են առաջ շարժվում բայց շտապողականությունը խանգարում է Չելսիին մեկ լիարժեք գրո անցկացնելու համար այստեղ Գասպարյանը փոխանցում է Սևումյանին հետ է ստանում գնդակը Գասպարյան փոխանցում աչ եզր եւ նորից այստեղ շտապողականությունը խանգարում է Չելսիին եւ բացի դա գերազանց գործեց Արաբյանը ձախ եզրով են գրոհում Չելսիի ֆուտբոլիստները փոխանցում նորից ավելի ձախ եւ այստեղ էլ նորից հեռացված է գնդակը հարված նորից փակված է հարվածի ճանապարհը ինչպիսի անզիջում պայքար է գնում գերազանց պայքար թիմերը վերջին իրենց ջանքերն են գործադրում այսօր մեկը ոչ ոքի կորզելու համար իսկ մեկը հաղթանակը պահպանելու համար շատ քիչ ժամանակ է մնացել հարված եւ գնդակը ցանցում է 4-4 է դառնում հանդիպման հաշիվը եւ հենց այսպես էլ ավարտվում է հանդիպումը գերազանց հանդիպում էր վերջին րոպեներին ինչպիսի գոլի հեղինակ դարձավ եւ դուբլով է հեռանում այսօր Մարտիրոսյանը գերազանց հանդիպում էր 2-2 ավարտենք այսօր այս հանդիպումը հաջողություն